Երևանում անցկացվող ԵՄ գագաթնաժողովը ոչ միայն ընթացիկ օրակարգի մասին է, այլ նաև քաղաքական հիշողության։ Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան այսօր ներկայացվում է որպես բացառիկ իրադարձություն, սակայն սա նոր երևույթ չէ, այլ շարունակական գործընթաց տարբեր ինտենսիվությամբ։ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Ֆրանսիայի ղեկավարների պաշտոնական այցեր չեն գրանցվել։ Այդ փուլում ձևավորվում էին հարաբերությունների հիմքերը։ Բայց արդեն Ռոբերտ Քոչարյանի կառավարման ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը պաշտոնական այցով Հայաստան ժամանել 2006 թվականի սեպտեմբերի 29-ին։ Այցի շրջանակներում նա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Երևանում բացել է Ֆրանսիայի հրապարակը։ Այդ այցնունները առավել գործնական եւ ռազմավարական բնույթ։ Շիրակի տարածաշրջանային այցի առանցքում հարավային Կովկասի կայունությունն էր, նաեւ Ֆրանսիայի դերակատարումը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Երևանում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, Հայաստան-Եվրոպա գործակցության խորացումը, նաեւ երկկողմ տնտեսական եւ քաղաքական կապերի զարգացումը։ Հաջորդ փուլում Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում հարաբերություններն ավելի ակտիվ փուլ մտան։ Այս շրջանում Երևան այցելեցին արդեն Ֆրանսիայի երկու նախագահ, ընդ որում նրանցից մեկը երկու անգամ։ 2011 թվականին Հայաստան ժամանեց Նիկոլա Սարկոզին, ընդգծելով Ֆրանսիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում։ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Սարկոզիին հաջորդած Ֆրանսուଆ Օլանդն արդեն Հայաստանում եղավ երկու անգամ։ 2014-ին պետական այցով եւ 2015-ին արդեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցել համար քաղաքական եւ հիշատակի համատեղ ուղերձով։ Այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարման պայմաններում Երևանը կրկին ընդունում է Ֆրանսիայի նախագահին Էմանուել Մակրոնին, արդեն ԵՄ գագաթնաժողովի շրջանակում։ Նրա նախորդ այցը տեղի էր ունեցել 2018-ին ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում։ Սակայն այս պարագայում Ֆրանսիայի նախագահի այցի տարբերությունն ակնհայտ է։ Եթե նախկին այցերը հիմնականում երկկողմ կամ տարածաշրջանային օրակարգ ունեին, ապա այս անգամ Հայաստանը փորձում է դիրքավորվել որպես եվրոպական քաղաքական հարթակի ակտիվ մասնակից։ Հայաստանի պատմության ընթացքում Ֆրանսիայի տարբեր ղեկավարներ այցելել են Հայաստան։ Այցերը պարբերական են եղել, սակայն փոխվել է դրանց քաղաքական կշիռն ու մեկնաբանման ձևը, եւ հենց այդ համատեքստում էլ ձևավորվում է այսօրվա քաղաքական օրակարգը։